Ողջույն սիրելի բարեկամներ, երեկ Գյումրիում տեղի ունեցավ իրոք մի հիանալի համերգ Hayat Project-ի մասնակցությամբ, Hayat Project-ի առաջին բացօթյա համերգը Գյումրիի Վարդանանց հրապարակում, որը մեր խոստումն էր մեր համաքաղաքացիներին եւ ընդհանրապես Գյումրիի բոլոր հյուրերին, իսկ երեկ Վարդանանց հրապարակում վստահաբար թե գյումրեցիներ էին, թե տարբեր տեղերից Գյումրիի ժամանած զբոսաշրջիկներ, մարդիկ, որոնք լիաթոք ուրախանում էին եւ լեփ-լեցուն հրապարակ մենք ունեինք, լեփ-լեցուն, իրոք ասած գծելու տեղ չկար եւ մենք բոլորս մինչեւ հիմա տպավորությունների տակ ենք եւ վստահ եմ, որ այն բոլոր մարդիկ, ովքեր եկել էին թե հեռավոր Մեղրիից, թե մեզ շատ մոտիկ Վանաձորից, թե մեր մայրաքաղաք Երևանից եւ Հայաստանի այլ բնակավայրերից, իրոք շատ լավ ժամանակ են անցկացրել, ուրախացել են եւ լիաթոք շնորհավորել են եւ ի սրտե շնորհավորել են թե մեր շրջանավարտներին, թե միմյանց Հայաստանի Հանրապետության տոնի արդիվ։ Եվ այս տեսագրությունը ինչի համար եմ անում, ուզում եմ շնորհակալություններ հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր օգնել են մեզ այս փայլուն համերգը իրականացնելու գործում, բայց մինչև շնորհակալություններին անցնելը վերջին անգամ պաշտոնապես հայտարարում եմ, որ Գյումրիի համայնքային բյուջեից գեթ 1 դրամ չի ծախսվել այս համերգի կայացման համար, բոլոր ծախսերը հոգացել ենք ընկերներով եւ ինչպես եւ խոստացել էինք, մեր քաղաքին նվիրելու ենք տոն, մի քանի տեղ տեսա շարժումներ չդուրեկան, բայց երևի դա էլ պետք է լինի, կրկնում եմ, ոչ մի դրամ Գյումրիի բյուջեից չի ծախսվել։ Հիմա անցնեմ շնորհակալություններին, նախ անչափ շնորհակալ եմ Hayat Project-ի կազմին, մարդիկ, որոնք չնայելով եղանակային պայմաններին դուրս եկան բեմ եւ պրոֆեսիոնալ կերպով աշխատեցին եւ պարգևեցին այն անմոռանալի զգացմունքներն ու էմոցիաները այն բոլոր մարդկանց, որոնք նույնպես անտեսելով եղանակային պայմանները եկան եւ վայելեցին համերգը, ապրեն բոլորը, Արթուրը, Հովոն, Նարեն, Գևորը, Արմենը, Մհերը, մյուս Արմենը, հատուկ շնորհակալություն մեր բեք վոկալի աղջիկներին, շնորհակալ եմ երեխեք ջան, շնորհակալ եմ Գյումրու փողային նվագախմբի երաժիշտներին, որոնք առաջին անգամ էին համագործակցում մեծ բեմին Hayat Project-ի հետ, վստահ եմ իրենց համար էլ սա անգնահատելի փորձառություն է, համոզված եմ դեռ իրար հետ համագործակցելու ենք, ապրեք բոլորդ։ Շնորհակալ եմ այն մարդկանց, մեր հարազատ ընկերներին, որոնք բառից բուն իմաստով ստեղծեցին այն հրաշալի բեմը, այն հրաշալի հնչողությունը, աննկարագրելի լույսային ու լեդային էֆեկտները, Դավիթ Կարապետյանին շատ շնորհակալ եմ, Դավ ջան, որ միշտ իրոք մեր կողքին ես կանգնած ու յուրաքանչյուր լավ բանի քո ընկերական ձեռքը մեկնում ես, շատ շնորհակալ եմ Հրաչին Սուլտանյան ու Ալբերտին Վարդանյան ապերին, կներեք գրել եմ, որ ոչ մեկի չմոռանամ, մարդիկ, որոնք հրաշալի ձայն ապահովեցին երեկ, տղեկ շատ շնորհակալ եմ, դուք իսկականից այն ընկեր բառի կարևոր խորհրդանիշն եք, ապրի կորկակ մեր կյանքում։ Շատ շնորհակալ եմ Գյումրու քաղաքապետին ու փոխքաղաքապետին, չի եղել գեթ մի պահ, որ կախված թե ենթակառուցվածքների օգտագործման հետ, թե թղթաբանության հետ, որ պետք էր ուղարկել, չգիտեմ, ոստիկանություն եւ այլ տեղեր, միանգամից արձագանքը ստացել ենք, շատ օպերատիվ իրար հետ աշխատել ենք եւ երևի սա առողջ ու որակով համագործակցության շատ վառ օրինակ էր, շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Ղուկասյան եւ պարոն Առաքելյան, շնորհակալ եմ կոմունալ ծառայության ղեկավարությանն ու բոլոր աշխատակիցներին, ժողովուրդ ջան, իրոք շատ մերսի ձեզ, որովհետեւ դուք ցույց տվեցիք այն ամբողջ սրտացավությունը
քաղաքի հանդեպ, որ եթե քաղաքում լավ բան պետք է տեղի ունենա, առանց տրտնջալու կարելի է գիշեր-ցերեկ աշխատել ու շատ սերտացավ մոտեցում ցույց տալ։ Շատ շնորհակալ եմ բոլորիցդ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզի բարեկային ծառայությանը եւ ոստիկանությանը, պարոնայք, ինչպես նաև տիկնայք, շատ շնորհակալ եմ ձեր պատասխանատու մոտեցման համար, ընդհանրապես բարեկային ծառայությունը այն պայից սկսած, երբ մենք սկսել ենք բեմի կառուցման աշխատանքները, փայլուն կերպով ու էլի շատ սերտացավ մոտեցում են ցույց տվել եւ այդ հազարավոր հանդիսատեսին կարողանալ տիրապետել, կառավարել եւ նորմալ ճանապարհել տուն, տասնյակ հազարավոր մարդիկ են եղել այդ օրը Գյումրիի հրապարակում եւ ոչ մի միջադեպ չի գրանցվել, դա նաեւ բարեկային ծառայության ու ոստիկանության աշխատանքի արդյունքն է, մեր համագործակցությունը ստացվեց, շատ շնորհակալ եմ ձեզ ձեր ծառայության համար։ Շատ շնորհակալ եմ Գյումրու երիտասարդական պալատի կամավորներին, երեխեք ջան, վստահ եմ ձեր համար էլ սա անգնահատելի փորձառություն էր, դուք էլ շատ պատասխանատու մոտեցաք այս աշխատանքին ու չգիտեմ, ձեր աչքերում ես տեսնում էի թե սերը առ մեր հարազատ քաղաք, թե այն ցանկությունը, որ դուք ուզում եք ամեն ինչով օգտակար լինեք եւ աճ գրանցեք նաեւ ձեր խառնվածքի մեջ, վստահ եմ մեր իրար հետ համագործակցությունը հաստատ ստացվելու է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սարդարապատ Security կազմակերպությանը, որոնք գիշերները հսկում էին ոչ միայն տեխնիկան, այլ նաև համերգի օրը յուրահատուկ հսկողություն էին սահմանել Hayat Project-ի երեխաների նկատմամբ եւ ընդհանրապես այդ բեմի հատվածին շատ ուշադիր են։ Շնորհակալ եմ ձեզ պարոնայք, մեր համագործակցությունը արդեն բավականին երկար տևում է եւ շատ արդյունավետ է։ Շնորհակալ եմ Վայ ստուդիոյին, մարդիկ, որոնք արդեն որերորդ համերգը ապահովում են այդ բեմի դիմացի մեր սալյուտը, հրավառությունը, որը այդքան ուրախություն է պարգևում մեր երիտասարդներին եւ ընդհանրապես ամբողջ հանդիսատեսին, շատ շնորհակալ եմ ձեզ, որ էլի մեր կողքին եք։ Ձայնը, որը գալիս ու հասնում է հանդիսատեսին, այդ ձայնի, այսպես ասած, կառավարիչը մեր հնչյունային ռեժիսոր Տիգրան Խաչատրյանն է, Տիգ ջան, աբրիսոր մեր կողքին ես, այդ լուսային ու լեդային ամբողջ շոուն ապահովեցին Արան Ղազարյան եւ Դավիթ Ռուբինյանը, Դավ ջան, շնորհակալություն, Արան ընդհանրապես մի քանի օր կարելի է ասել այդ բեմի գծագիրն էր արել ու ընդհանրապես համերգի օրը լուսադեմին նոր տուն է գնացել, որպեսզի բեմը վերջնական տեսքի գա, Արան նաև Hayat Project տեսահոլովակների, բազմաթիվ տեսահոլովակների ռեժիսորն է, դուք նրան հաճախ տեսել եք մեր ստորիներում, ուզում եմ նաև շատ շնորհակալություն հայտնել նկարահանող խմբին եւ տեխնիկական անձնակազմին, ղեկավարներին, իմ բազմամյա գործընկերները, թե հեռուստատեսությունում, թե հեռուստատեսությունից դուրս, Լևոնը Բարտիկյան, Բարտոլոմեո, շնորհակալ եմ քեզ այդ նկարահանման, այդ տրանսլյացիայի համար, շատ շուտով դուք տեսնելու եք թե համալիրի համերգը, թե Գյումրիի Վարդանանց հրապարակի համերգը մոնտաժված եւ կտեսնեք թե ինչպիսի աշխատանք է տարել Լևոնը, շնորհակալ եմ տեխնիկական անձնակազմի ղեկավարներին Հարութին Գուլյան եւ Արսենին Մուրադյան, Գասպադա օֆիցերի, հերթական անգամ բարձունքի վրա եք դուք, շատ շնորհակալ եմ ձեզ տղեկ եւ ընդհանրապես իմ խորին շնորհակալությունը բոլոր իմ գյումրեցի ընկերներին, երևանցի ընկերներին, որոնք տարատեսակ աշխատանքներ են կատարել, օրինակ Գյումրիում, չգիտեմ, բեյջերի տպագրության կամ շապիկների տպագրության համար մարդիկ հրաժարվում են գումար վերցնեն ու այդպես շարունակ, տարբեր տեսակի փոքր, միջին, մեծ հարցերով, երբ մենք դիմում էինք համերգի հետ կապված, մարդիկ ի սրտե օգնում էին ասելով, որ դե այսքան բանը անում եք, մենք էլ մեր լուման ենք ուզում ներդնել, բոլորիցդ շատ շնորհակալ եմ, շատ որակով աշխատեցինք, հուսով եմ այս տարի դեռ կունենանք նմանատիպ միջոցառումներ
Ես ձեզ բոլորիդ շատ սիրում ու շատ շնորհակալ եմ։